Գնումների ոլորտում կոռուպցիոն հնարավոր դրսևորումները բացառող համակարգերի ստեղծումը կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Կառավարության նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գնումների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է ներկայացնում։ Կարևոր է օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին։ Առաջարկում է ներդնել հետևյալ մոդելը. Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը։ Գնումների մասնակցության պայմանները սահմանվում են հետևյալ մակարդակներով։ Առաջին մակարդակը հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը եւ վերջինիս այն տեղակալը, որը համակարգում է գնումների ոլորտը, այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի։ Երկրորդ մակարդակը վարչական եւ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, բացառությամբ ազգային ժողովի պատգամավորների եւ համայնքի ավականու անդամների, գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, գլխավոր քարտուղարները։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարման հանձնված առևտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Երրորդ մակարդակում ներառված են հետևյալ անձինք. Կենտրոնական բանկի նախագահի եւ նրա տեղակալների, մարդու իրավունքների պաշտպանի հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Չորրորդ մակարդակը առաջինից երրորդ մակարդակներում չներառված պաշտոնյաները այս դեպքում փոխկապակցված ընկերությունները կարող են մասնակցել գնման գործընթացներին պայմանով, որ եթե պաշտոնյան ներառված է մրցույթի հանձնաժողովի կազմում, ապա պետք է հայտնի ինքնաբացարկ եւ դուրս գա հանձնաժողովի կազմից։ Եթե արկա չէ փոխկապակցվածություն, պաշտոնյան ստորագրում եւ հրապարակում է դրա բացակայության մասին հայտարարություն։ Նախարար Հովհաննիսյանը նշում է, ընկերությունների կողմից փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հետաքրքրում է. Պայմանագիրը խզվում է, գումարը վերադարձում է, այդ նշանակում է տապալվեց գնումը։ Այսինքն մեզնից խլեց ժամանակ, ռեսուրս եւ այլն։ Ես ասում եմ, մենք չենք կարող միշտեմարան ձևավորենք, որպեսզի բոլորի սանունները պետական գնումների ինչ որ համակարգում ներբեռնված լինի եւ պաշտոնները, որպեսզի համակարգը ինքը ֆիլտր դնի, թույլ չտա, որ շարժվի առաջ հայտը։ Հովհաննիսյանն ընդունում է փոխվարչապետի դիտարկումները, բայց մատնանշում, մինչ այդ շատ անելիքներ կան։ Մենք հիմա ընդհանուր առմամբ գնումների օրենսդրության հետ կապված 4 մեծ փաթեթներ ունենք, որը քննարկում ենք եւ հաստատվելու է ազգային ժողովի կողմից եւ դրա համար ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից եւ այս ժամանակը նաեւ վերցրել ենք, որպեսզի բոլոր կառուցակարգերը, որովհետեւ այդտեղ շատ մեծ աշխատանք ունենք անելու թե թվայնացման հետ կապված եւ թե մեր ներքին կազմակերպչական հարցերը լուծելու համար, որպեսզի հասցնենք այնպիսի սահուն ընթացք ունենանք այս փոփոխությունների, որպեսզի իրականում այս փոփոխությունները ոչ թե նոր խնդիրներ ստեղծեն, այլ լուծեն այն առկա խնդիրները, որը մենք ունեցել ենք այս ոլորտում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հերթական փաթեթը։ Այս նախագծով մի քանի կարգավորումներ վերաբերում են արդեն գործող ուսուցիչներին եւ մյուսները վերաբերում են այն մարդկանց, ովքեր ուզում են ուսուցիչ աշխատել։ Մասնավորապես կարգով նախատեսված փոփոխություններով մենք նախատեսում ենք, որ ուսուցչի կողմից իրականացվող անհատական բաղադրիչի ժամերի վրա եւս կտարածվի ատեստավորման արդյունքների բարձրացությունը։ Ինչ է սա նշանակում, մեր ուսուցիչները բացի իրենց առարկաները դասավանդելուց, նոր չափորոշիչի համաձայն նաեւ կարող են վարել խմբակներ, կարող են ունենալ նախագծային աշխատանքներ, որը կրթության անբաժանելի եւ շատ կարեւոր մասն է եւ հետեւաբար, եթե ուսուցիչը
բացի օրինակ ֆիզիկա առարկան դասավանդելուց նաև ֆիզիկայի նախագծային աշխատանք է ղեկավարում, ապա այս ժամերը նույնպես կհաշվեն։ Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ասիական զարգացման բանկից 15 տարով $150 միլիոն վարկ կվերցնի։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։